Բարերեկո սիրելի հեսուտող բարեկամներ, անգամ եւս կողջուն եմ ձեզ AMG-ի հեռուստաընկերության հիմնակար հաղորդաշարով։ Այսօր հունվարի 19, 2026 եւ ուրեմն ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ըլա դաշնակցային ղեկավարության, ինչպես նաեւ նահանգային եւ նաեւ այստեղ մեր Լոս Անջելեսի մեջ ինչպես նաև մարզերում, տարբեր մարզերում ընդունված է դոն եւ այդ դոնը ազատ է շատեր աշխատանքից աշխատանք չունեն եւ ուրեմն այդ դոնը կգոչվի Martin Luther King Jr. Այսօր ես չի ուզեր մանրամասնել թե ինքը ով է, բայց եւ այնպես շատ անցողայք պիտի երթամ եւ նաեւ պիտի հասնիմ մինչեւ 12-րդ դար գիլիկյո հարստության մեջ եւ պիտի խոսիմ մեր շատ սիրելի սուրբերեն մեկը, որ դժբախտաբար շատ չի հիշվիր մեր հայկական իրականության մեջ, որն է Սուրբ Ներսես Լապրոնացի։ Ուրեմն, բայց այսօր Մարտին Լութեր Քինգ Ջունիորի հիշատակի օրվա առիթով ես գուզեմ անպայման հիշել նաև հայկական տեսանկյունից ելնելով, թե մանրամասնեմ, բայց կուզեմ անպայման ասել, թե ինքը ինչպիսի անձնավորություն մներ։ 1963-ին զինքը կսպանեն եւ սպանողը համարյա դարբեր դեսություններ կան, թե ով է զինքը սպանողը, բայց մի խոսքով ինքը Ամերիկայի մեջ սևամորտներու կամ աֆրիկյան ամերիկացիներու իրավունքներու արդարացման ներկայացուցիչներ։ Այսինքն, այո, մենք կխոսենք Ամերիկայի Միացյալ Նահանգներու ազատամտության, արդարացման եւ այլն, իրենց հիմնական օրենքը այն էր, չէ, we the people, որ Աստված է ստեղծել մարդը եւ մենք մարդկային ամենադարական իրավունքը ազատությունն է եւ այլն։ Սիրելիներ, այդ օրենքը կրած էին ջերմակ մարդիկ, այսինքն ջերմագամորտ մարդիկ եւ անոնք իրենց համար էին կրած այդ օրենքները։ Այնինչ, որ հենց այն օրենք կրողները ներառյալ բարոն Ջորջ Վաշինգտոնը, որ առաջին Ամերիկայի Միացյալ Նահանգներու առաջին 13 նահանգներու նախագահն էր, որ 1776 թվականին ինքը անկախացավ Բրիտանիո կամ ասենք United Kingdom Բրիտանիո թագավորության կողմեն պատերազմելով եւ անկախություն ցերկ բերելով։ Իհարկե չեմ ուզեր մանրամասնել այս բոլորը, վստահ եմ շատերդ արդեն գիտեք, բայց եւ այնպես ինքը Ջորջ Վաշինգտոնը ուներ ապրիգեից բերված ծառաներ, ապրիգեից բերված այն մարդիկ, որոնք իրավունք չունեին անկախանալու, իրենք գերիներ էին եւ այդ գերիները պետք է անպայման իրենց դիրոջը ծառայեին։ Իհարկե 16-րդ դարուն սկսավ այդ ամենը, 17-րդ դարուն շարունակվեցավ եւ 18-րդ դարուն արդեն նոր հոսք չէր կար ապրիգեին, բայց անոնք, որոնք ապրիգեին արդեն եկած էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ ընդհանրապես հյուսիսային Ամերիկայի մեջ, անոնք իրավունք չունեին անհատապես դուն ունենալու, դեղ ունենալու, իրենք անպայման ինչ որ
գերիների պատասխանատուն է։ Այս նկարն է կուզեմ մնա խնդրեմ ցեզի պիտի ներկայացնեմ ուրեմն այս նկարը ցերկս անցավ 1965 թվականի ապրիլի 23-ին Փեթել Բիլեզիկյան Չարխուդյանը աղջիկն է, այսինքն երբ որ գնայիք ցախ կողմն է եւ գնայի այսպես մեզի պատկերացում անգամ չուներ որ լուսանկար է մեկը գլուսանկարե իրեն եւ նույնիսկ չգիտեր թե ով է լուսանկարի այդ գողքի իր այդ օկնագան այդ աղջիկը որ բաստարը բռներ է սակայն նա գիտեր որ պետք է երթար եւ ներկա գտնվեր այդ ապրիլյան օրը միացած էր 50,000 մարդկանց որոնք մասնակցեին բժիշկ Մարտին Լութեր Կինգ գրծերի գլխավորած երթին ռասայական, ընտանեկան եւ ազգային եւ խտրականության եւ դարանչատման թեմ։ Այդ ժամանակ ուրեմն Չարխուդյանը 25 տարեկան է այս նկարի մեջ, ինքը ուսուցիչ էր Նյուտոնից Նյուտոն որ գսեն Մասաչուսեթ նահանգի մեջ իր հայկական ցակումից խորապես ազդված նա իրեն բադավորված էր զգում տեսանելի հայկական ներկայություն ունենալ հանրահավաքին այն հանրահավաքին որ Մարտին Լութեր Կինգ հայտարարած էր 1965 թվականը կնշեմ այստեղ որ հայոց ցեղասպանության 50-ամյակն էր այն ժամանակ երբ աշխարհի հայերը հիշում էին իրենց պատմությունը եւ վերահաստատում էին իրենց գոյության իրավունքը այստեղ մեջբերում գնե Չարխուդյանը եւ գսե մենք այնքան բայկարեցինք մեր գոյության իրավունքի համար հետակայում եւ ինքը մեջբերեր ասելով որ ես բոլոր այսպիսի ցույցերուն մասնակցած եմ երթերուն մասնակցած եմ եւ գուզեի պաշտպանել իմ գոյությունը թե պատմական Հայաստանում թե Միացյալ Նահանգներում եւ ինչու՞ չէ ամբողջ աշխարհի մեջ նրա զգայունությունը թեպի այս սոցիալական անարդարության նկատմամբ ձևավորվել էր անձնական փորձի շնորհիվ երբ ինքը 21 տարեկան էր եւ ինչ իր անկերու հետ որ նավահո էր նավահոները ասեմ որ այն այսպես ասած մենք կսենք հնտիկ բայց Ամերիկայի նախկին բնակիչներն մեկն է ու գմտնեն իրենց ընկերուհու համար ծննդյան նվեր գնելու վաճառողը նայելով ընկերուհուն գսե բաց անգերձորեն գսե ես նվեր չեմ վաճառում գանրամորթերուն այդ բահի դաժանությունը կմնա մեր Փեթել Բիլեզիկյան Չարխուդյանի մեջ նմանաբիտ փորձառություններու խորացին վրա գիտակցությունը անհավասարական եւ անարդարության վերաբերյալ էր երբ դոկտոր Կինգ պետք է գար Բոստոն նա արդեն ակտիվորեն հետևում էր քաղաքական իրավունքների մեջ եւ հայրը ահավասիկ այստեղ կտեսնեք այն թերթիկը նախքան Մարտին Լութեր Կինգ ներկայանա Բոստոնի մեջ հայտարարակիրն էր որ գհրավիրեր ապրիլ 23-ին 1965 թվականին Բոստոնի մեջ ինքը ելույթ ունենալու իհարկե Փեթել գցանկար որ անպայման ներկա գտնվել բայց հայրը հրաժարվեց թույլատվություն տալու Փեթել ասավ հիշե դու գիտես թե ինչ է պատահել Թուրքիայում մեզ դու գիտես թե ինչպես մեր ասկարները եկան եւ տատիկը եւ մեզ բոլորս տարին մեր երկրեն մեր քաղաքեն հերու եւ մենք կրցանք ամերիկացի միսիոներու ցերկով ազատիլ եւ եկանք հասանք Բոստոն այսպիսով նա ընդրեց հաջորդ լավագույն բանը մասնակցել Բոստոնի հանրահավաքին նա չէր պլանավորել այդ օրը
ցուցանակ պատրաստել, բայց երբ կամավորները սկսեցին բաստարներ պատրաստել հավասիկ իր ցերքի մեջ եւ ինքը հadoop գրեց այստեղ հայերը բոլորի ազատության համար Սիրելիներ այս բարձրապես այս քեեցիկ պատմությունը որ ինգած էր պատմության հիշողության մեջ եւ շատերը նույնիսկ չէին գիտեր թե ով է Պետել Բիլեզիկյան Չարխուտյանը ինքը Մարաշ girl անունով բլոգ ուներ մինչև 2019 թվականը ես կհետևեի իրեն հիմա չգիտեմ եթե մահացած է թե չէ որովհետև ընդհանրապես այլևս Մարաշ girl-ը չեմ տեսնել բայց եթե հանգարցուկ մոդենակ եւ ասենք Google-ընեք Մարաշ girl եւ կարող է այդ իր բլոգը տեսնեք որ շատ հանդուկն ցևով իր մտորումները եւ իր պատմությունը կպատմե այն օրվան թե ինչպես Մարաշեն փախած են եւ հասած են Բոստոն Նյութաուն Բոստոն ինչու համար պիտի ասեմ այս ամենը սիրելիներ որովհետեւ հորս կողմեն Ուրֆայի ասենք Ուրֆացի եմ բայց մորս կողմեն մորս հայրը եղել է Ուրֆացի Պողոս Թամոյան իսկ մայրը եղել է Եստերը եւ Եստերը ինքը Մարաշցի էր այդպես Google-ի մեջ եւ դարբեր սոցցանցերում մեջ կփնտրեի թե ինչ գրված է Մարաշի մասին եւ այստեղ է որ հանդիպեցի այս Մարաշ girl անունին ու սկսա հետևել Պետել Բիլեզիկյան Չարխուտյանի ասեմ որ թե ոչ մայրս կա ոչ իր մայրը կա տատիկս մեծ մայրս եւ չի գնար հարցնել արդյոք ցեզի Բիլեզիկյան ընտանիքը ծանոթ է բայց եւ այնպես քանի որ Մարաշեն են ու սկսա բրբդումներ կատարել եւ երբ որ դեսա ապրիլ 23 1965 այսինքն 50 ամյակի օրը որ համայն աշխարհը ոտքի ելած հայի իրավունքները կպաշտպանե կամ կպահանջադիրեր մինչև այդ ժամանակ նույնիսկ արգելված էր այստեղ է որ բաստարին վրա հայերը բոլորի ազատության համար այո մենք գերեվարվեցինք եւ մեր ավելի քան 4000 տարվա պատմությամբ արմատներեն արմատախիլ եղանք եւ գացինք այսօր նաեւ սիրելիներ կուզեմ հիշել որ այսօր 19 դարին լրացավ Հրանտ Դինկի մահվան ես փախտը ունեցա անկեղծ ասեմ որ գրծա երբ այստեղ կայցելեր Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հյուսային Ամերիկյան արևմտյան թեմեն ներս ելույթ ունեցավ ելույթեն յետք որպես ես նախքին նոր սերունդ մշակութային միության անդամ ինքը այնտեղ եկավ եւ մենք խոսեցինք ու քանիմը ծանոթներ ընկերներ որ իրեն ընկերեր եւ ես ծանոթ էի դրա համար սելֆի մրինք այդ ժամանակ մեզ նկարեցին եւ նոյեմբերեն յետք 2 ամիս յետք ոչ մեկուն մտքեն կացներ որ ինքը պիտի դառնար Թուրքի զենքի զոհ եւ պիտի ավելնար 1.5 միլիոն առավել մեկ զոհը հայության եւ այսօր մենք կհիշատակենք իր հերոսացման
որտեղ ինքը անվախ էր, երևակայեցեք Թուրքիո մեջ ծնած թուրքերուն թե մարդիման գուկարսելու եւ գսեր այո մենք այս հողին պահանջատեր ենք որովհետեւ դուք տեղահանեցիք որտեղ թուրքերը գսեն տեղահանեցիք մենք չչարտեցինք հայերուն մենք իրենց ապահովության համար որբեսի ռուսերը չկան եւ չչարտեն իրենց մենք արինք զինենք եւ դարինք արաբական երկիրները ինչպիսին են Սուրիա ինչպիսին են Լիբանան ժամանակ Լիբանան ալ չկար ընդհանրապես Սուրիա Իրաք եւ Հորդանան այդ բոլոր բաժինը Օսմանյան կայսրության մաս կկազմում էր եւ իհարկե այն ճանապարհը որ իրենք ընտրած էին Սուրիո դերզոր անապատի ճամփան իրենք գիտեին որ ամենա նշանավոր մարդը ունենալով ճուր ունենալով ուդելիք չիպդի գրդար ճիշտ ցավով անցներ այդ տեղը եւ ահավասիկ մենք բոլորս գիտենք թե ինչ պատահեց 1915-ից 23 թվականներուն ուր 1.5 միլիոնը ավելի ժողովուրդ որ կապրեր իր բաբենական հողին վրա այլևս այնտեղ չէր ու այնտեղ չէին միայն գխոսեին դերզորի ակրավները անկղները որոնք կտեսնեին մահացած մարմինները արևագիզ այդ անապատի հողին վրա հիմա այս ամենից հետո եկեք միասնաբար երթանք բոլորովին ուրիշ ժամանակաշրջան երթանք Գիլիգիո հարստություն ինչպես գիտենք Բագրատունյաց վերջին թագավորը Գագիկ երկրորդ գրծեր կամ երեխա որովհետև 14 տարեկանին ինքը թագավորի գահին նստեց եւ Բյուզանդիոնի բնդումով գանչվեց Կոստանդնուպոլիս եւ իրենք շատ լավ գիտեին որ եթե երթա մեմնաբիդի չվերադառնա այդ թագավորը եւ այդ օրվա կաթողիկոսը կեդաթարցը հետը ապահովության համար տարավ անիի փանալիները ըսավ եթե իմ թագավորս բանդարգեն կոնե ես անիի փանալիները դամ եւ իմ թագավորս ազատեմ Պետրոս կեդաթարց կաթողիկոսը սիրելիներ ինչպես որոշ մարդիկ կուզեն խաղեր խաղալ ըսելու համար որ այդ կաթողիկոսը ծախեց անին ոչ սիրելիներ ինքը խոհեմ մարդը լալով փանալին հետը դարավ անի քաղաքի ըսելով որ իմ թագավորիս կյանքը ապահովելու համար ես նույնիսկ հոժարեմ անի թարբասներու փանալին հանցնելու Կոստանդնուպոլիս բայց մենք պատմություն ենք գիտենք որ ինքը գնաց թագավորի հետ թագավորը բանդարգվեց եւ բանդում մահացավ ու ինքը Ռոմգլայի մեջ այնտեղ մնաց ու մահացավ եւ այդպեսով կաթողիկոսությունը փոխադրվեցավ Գիլիգիո եւ ժամանակ առ ժամանակ յետքը հասավ Սիսի կաթողիկոսություն եւ այդ Սիսի կաթողիկոսությունը 1441-ին յետ վերադարձավ Վաղարշաբաթ եւ այդպեսով այսօր մենք Վաղարշաբաթում էջմիածնում ունենք ամենայն հայոց կաթողիկոսը ունենք նվիրաբերություններ Բոլսո պատրիարքություն եւ Երուսաղեմի պատրիարքություն եւ ինչպես նաեւ Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսությունը որ այսօր Սիսեն փոխադրված է Անտիլիաս եւ այնտեղ է Հանցինս նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին կաթողիկոսին ինչպես նաեւ որպես ինքը ներկայացուցիչն է Մեծիդանն Գիլիգիո Այս ամենը ինչու համար գսեմ սիրելիներ, որովհետև այս օրերը
շատ կլսեմ սոցցանցերու մեջ Գիտող չգիտող, իմացող չիմացող, գիտակ անկիտակ, չսելու համար դքետ, եկեղեցական և ոչ եկեղեցական, մարդիկ իրենց վերապահում են իրավունք խոսելու, բացատրելու այն նյութերու մասին, որոնց բացարձակապես գաղափարիչք չունեն։ Իմ խնդրանքս է սիրելիներ, որ դուք ովքեր որոնք ձեր վրա եք վերցրել լրատվությունը ճիշտ ձևով բացատրելու զերծ մնացեք անձնական բացատրությունից մեզ պետք է անպասիր մաքուր ճշգրիտ նյութեր հասնի մեզի եւ ոչ թե այս կամ այն գուսակցության խմբակցության որպես Ռահվիրա, ձախված, քնված, այդ 30 արձատով քնված ծեր լուրերը, որ գահասնին այստեղ, շատ դիզաղելի է։ Դեսեք մենք մեծ հպարտությամբ, AMG-ը հեռուստաընկերությունը ամեն օր ցեզի մաքուր անգողմնակալ լուրեր կպատրաստե մեր շատ սիրելի Գարինե Գեփենյանը։ Գիտեք ինչու համար մաքուր է, որովհետև անգողմնակալ է, որովհետև չէ ձախված ցեզի պես։ Որովհետև եթե դուք այս կամ այն խմբակցության մանգլավիկն եք, ձախվածն եք, հարցեր չեք տար, այլ ելույթներ կունենա քաղաքական, դա ձեր գործը չէ։ Այդ գործը քաղաքական ելույթ ունեցողները քաղաքագետներն են։ Դուք մնացեք որպես լրատվական միջոցներուն մաքուր ճշգրիտ լուրեր տալու։ Եվ այդ օր համար ես ցեզի գուզեմ այսօր հարցնել հայ եկեղեցվո մեջ, որ այսքան շատ լավ գիտեք, հայ եկեղեցվո պատմությունը գիտեք եւ այլն, արդյոք լսած եք մեր շատ սիրելի Սուրբ Ներսես Լապրոնացիին մասին։ Պիտի խնդրեի, որ անոնք որոնք նույնիսկ անունը չեն լսած, քոնե նկարը իմանան եւ այս մեկը 13-րդ տարու ցերակրի վրայից վերցրել եմ եւ այսօր այս ցերակիրը կգտնվի Հայաստանի մատենադարանի մեջ։ Թող մնա ես ասեմ ցեզի թե ով է Արևմտյան Հայաստանի եկեղեցիներու մեջ արարողություններն ու գրոնական դպրությունը հունարենով կկատարվեր սիրելիներ, եթե ադիկա չէի գիտեր սկիցեք, իսկ արևելյան Հայաստանի մեջ ասորերեն կգործեր։ Խուսափելու համար հայ եկեղեցիի չլադում են, հարգավոր էր եկեղեցական գրոնական արարողությունները լայն հայերեն լեզվով եւ ոչ օդար լեզուներով, որոնց մեջ ժողովուրդը ոչինչ կհասկանար։ Սուրբ Ներսես Լապրոնացի ավազանի անունով Սմբատ ինքը Լապրոնի Պերտադերն էր Հետումնյան Օշին երկրորդի որդին էր Օշին երկրորդ իշխանին եւ Շահանթուղթ Պահլավոնու որդին էր եւ Սուրբ Ներսես Շնորհալիի եղբոր թորնիկն է եղբոր աղջկա որդին է եղբոր թորնիկն է ինքը ծնած է 1153 թվականին Գիլիգիայի մեջ Լապրոնացի կոչված է իր հայրենական Լամպրոն Պերտի անունով, որ կպատկաներ իր հոր մեծ հոր Օշին իշխանին։ 12-րդ տարու հանջարեղ հրաբարակախոս հրեդոր գրոնական քաղաքական գործիչ, որ մեծ ներդրում ունեցած է Գիլիգիան թագավորության հաստատման նվիրական գործին, ինքը եղած է փիլիսոփա, երաժիշտ, թարգմանիչ, ան հին եւ նոր թարգմանություններով գազմած է վարք հարանց ժողովածուն եւ շատ ուրիշ գրքեր, շարականներ եւ այդ շարականներուն մեջ նաեւ եղած են մեր այսօր մենք կգործածենք մեր պատարագին մեջ 1175-ին 22 տարեկան հասակին 22 տարեկան Սուրբ Ներսես Շնորհալին Սուրբ Ներսես Շնորհալիեն կստանա եպիսկոպոսական աստիճան ծառայելով Դարսոն, Լամպրոն,
Սկևրայի Մենաստանը, Սև լեռները եւ այլուր տեղերը, մինչև հասած է գսեն Երուսաղեմ, ու ուրիշները գսեն Գիբրոս, Լապրոնացիի գիտությունն ու սրբագացությունը շատերուն նախանցը քրքրած է, անկրած է արցակ եւ չափածո գործեր, շարականներ, տաղեր եւ քովեստ ներփողական պոեմ, անոր 23 շարականները հարության Այսօր հարյավ իմերելոց մենք կերկենք չէ, այսօր հարյավ իմերելոց, այս ինքը կրած է 13-րդ տարուն սիրելիներ, չէի գիտեր, չէ, սորվեցեք սիրելիներ, չգիտնալը ամոթ չէ, չսորվիլը ամոթ է, անցնենք առաջ, իր գլխավոր գործերեն եղած են պատարակամադույցի մեկնությունը, ծայր ամբողջ պատարակամադույցը մեկնողը ինքը եղած է Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացիի բարապմանց քրքի ապա Արագած քրքի Սաղմոսի 12 մարգարեներու մեկնության քիրքերը սիրելիներ ունի ջարեր եւ թարգմանություններ նշանավոր է իր ադենապանությունը որը սեր եւ խաղաղություն կկարոզե քրիստոնյա եկեղեցիներուն միջև Սուրբ Ներսես Լապրոնացիի շահեգան աշխատությունները մեկն է օրենքներու հավաքածոն, որ քաղված է հույն եւ լադին աղբյուրները շատերը կսեին որ ինքը լադինամետ է, ինքը հունամետ է, ինքը գուզեր հայությունը զորացնել, քանի որ գիրիգյո մեջ է գուզեր միացնել եկեղեցիները որբեսի ուժ դառնան եւ ոչ թե ինքը ձախված մեկներ փորձեց եւ իր կողմեն շատ աշխատանքներ գնաց բայց ոչ հույները եւ ոչ լադինները անսացին իր քաղաքարներուն Լապրոնացին իր երգերուն իբրև հավելված նկարագրած է նաեւ ժամանակագից դեպքեր եւ այսօր մասին հիմա պիտի անդրադառնամ շատ կարճ որտեղ արդեն համարյա վերջացավ մեր ժամը Ներսես Լապրոնացի սուրբերու շարքին տասված է Ներսես շնորհալիի նման բայց դժբախտաբար իր թեմ շատ ժխտական հարցեր լուծվեցավ շրջամը ինքը սուրբերու անունեն հանեցին շարքով բայց իդ վերցուցին իրեն մեջ Սուրբ Ներսես լավադեղյակ էր սրբազան եւ աշխարհիկ գիտություններին եւ քերազանց գիտեր հունարեն լադիներեն սիրիերեն սյուրիկ որ գսեն եւ նույնիսկ կոպտերեն որ երբ որ խնդիրներ կար էթիոպիացիներուն եւ կոպտիկներուն միջև մեր քույր եկեղեցիներուն միջև ինքը հաշտության համար քրություններ ունի որ մեզի հասած է Սուրբ Ներսես Լապրոնացի շարականները ծաղկեցուցին եւ եկեղեցական երգերն ու երաժշտությունները հասցուցին զարգացման կակատնագետին մեծ լիցք հաղորդեցին հայ հոգևոր երկին եւ հարստացուցին շարականոցը Սուրբ Ներսես կնվիրվի հայոց եկեղեցվո բարեզարդության գործին եւ ան փոփոխություններ կմցնի եկեղեցական օրենքներու եկեղեցական նույնիսկ առողջություններու մեջ անոր նորացեությունը ու փոփոխություններուն դեմ Լևոն Թագավորին խստիվ կփողոքեն արևելյան եպիսկոպոսները սիրելիներ այստեղ ես կուզեմ անպայման անդրադառնալ ինքը շատ խստաբահանջ էր ինքը իր օրեր գլար որ թուշ չելեր գջկներ կաղոթեր կաշխատեր գքրեր եւ որ գերտա եւ իր աչքովը գտեսնե թե արևելյան Հայաստանին մեջ հաղպադի մեջ, սանահինի մեջ, թշպախտություններ գտեսնե, եկեղեցականներ, որոնք փոխանակ եկեղեցական կյանքը վարելու, իրենք աշխարհիկ կյանքեն ավելի զեղ կյանք կնեն, կվերադառնա եւ նամակ կգրե, եւ կբախարագե ու գսե գինեմոլ մի եղեք, գինեմոլ եւ նաեւ գնամոլ մի եղեք գսե, ոչ Եվ այսպեսով կբախարագի եւ այդ եկեղեցականները որոնք չէին հոժար չէին այս ամենը լսելու
կանկադեր կներկայացնեն Լևոն թագավորին խստիվ կփողոքեն, որոնք Ներսես Լապրոնացին կգոչեն դխմար եւ անգարկ։ Այս սրբակյաց, այս հրաշալի մարդուն դխմար եւ անգարկ գսեն։ Ուշակրավ է այստեղ հանգամանքը, որ ինք Օշին երկրորդ իշխանը Ներսես Լապրոնացի հայրը ժարանք գթողու իրեն մեծ հարստություն։ Լապրոնացին այդ կումարին մեկ մասը գնվիրե Սկևերայի ու Սադրոյի վանքերուն, որոշ մասը կդրամատրե քիրքեր, որտեղ այդ ժամանակ հայսմավուրքը, այդ ժամանակ ցերակիրներու համար մակաղատները շատ թանկ էին եւ իրեն հասած հարստությունը նախ վանքերուն կնվիրե, ապա քրքերուն կնվիրե, իսկ մնացածը կումարը կհատկացնե աղքատներուն եւ ինքը այդ բոլոր իշխանական հարստությունները զերոյով գմա աչքերը կփակի այս աշխարհեն։ Ահավասիկ այս սուրբը, ահավասիկ այս դիդանը, ահավասիկ այս մաքուր հայը, մաքուր եկեղեցականը եւ թշպախտապար իր ժամանակագից եղբայրները եկեղեցական զինքը տխմար եւ անգարկ կգոչեն։ Գյանքի վերջին շրջանի մեջ Լևոն երկրորդ թագավորի արքունական ադենաթբիրն էր եւ խորհրդադուն էր ու նույնիսկ թարգմանիչն էր, արտասահմանից եւ հյուրեր գուկային ինքը կթարգմաներ։ Լապրոնացին վախճանվեց շատ անսպասելի բադարակ մատուցելու ժամանակ ընդամենը 45 տարեկան էր։ Նրա աջունը փառքով ամփոփվեց Սկևրայի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցվո մեջ։ Ես պատիվ ունեցած եմ աշակերտելու հայր Պետրոս Տեր-Պողոսյանին, որ ինքը իր գարքին աշակերտն էր հայր Ներսես Ագինյանին եւ հայր Ներսես Ագինյանը փառավոր մոդեն ուսումնասիրած էր Ներսես Լապրոնացին։ Ինչպես նաեւ շատ լավ քիրք մգա որ կարդացած եմ St. Nerses անգլերենով էր St. Nerses of Lambron, Champion of the Church Universal, ինքը վաղամերիկ մեր բոլորին կողմեր սիրված Մեսրոպ arczepiskopos Աշճյանին էր, որ ինքը արևելյան թեմի որպես սրբազան էր։ Ինքը սիրելիներ թավաջան մչեր։ Եթե մենք այսօր շնորհալին գնտունենք որպես մեր սուրբը, հենց ինքը շնորհալին տեսեք ինչպես կգրե 1144 թվին ողբ Ետեսյո այդ քրության մեջ Հռոմը կգրե այսպես. Եվ դու Հռոմ քաղաքներու մայրը ազնիվ ու բայձար մեծ Պետրոսի արաքյալների գլխի կահը անսասան եկեղեցի կառուցված կեպասի ժայռի վրա ամբարդելի դժոխքի դարբասների առաջ երկնային գնիկների գրող եւ սա շնորհալին է ոչ թե լապրոնացին, որոնք շատերը նույնիսկ կշփոթին ողբ Ետեսյո, որ գրված է 1144 թվականին։ Սիրելիներ, այսպեսով գուզեմ ամփոփել մեր այսօրվա ելույթը եւ խնդրել ով ինչ մասնակցության դեր է թող ճիշտ մաքուր ծևով իր գոչումը հարաճ տանի եւ չձախվի ովևէ մեկ հողմեն հովեն կողմերեն այլ մաքուր մարդ որովհետեւ վերջապես իմ հայրս կսեր մարդ եղեք այդ մեդադար մարդ լինելը բավական դժվար է բայց ճանաչեք մաքուր մարդ լինել
Սիրելի շնորհով բարեկամներ, այսպեսով կավարտեմ իմ այսօրվա ելույթը, կցանկանամ ձեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի կյանք եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Ցտեսություն։